Երկու ընկերուհի զրուցում են մեքենայի մեջ, բայց անմիջապես լռում են, շենքում ինչ-որ տարօրինակ բան նկատելով։ Հիմա այս կադրի առաջին կեսում ոչինչ չի երևում։ Այս ամբողջ տեսարանն անսովոր է։ Ինչ-որ մեկը ինչ-ինչ պատճառներով հետո առաջ է քայլում իր սեփական տան մեջ։ Հաջորդ մանրամասնությունը շատ տարօրինակ է թվում։ Նրանք երկուսն էլ պատահաբար նկատեցին այս տեսարանը պատուհանից։ Դիտեք շարունակությունը։ Այդ շենքի ներսում գտնվող մարդը հետո առաջ է քայլում, բայց շատ արագ, թվում է չափազանց արագ է, եւ ոչ ոք չի կարող դա կրկնել։ Երկու ընկերուհիները անշարժ հետևում են դրան։ Ինչ եք կարծում, ինչ կարող է լինել դա։ Տեխասից մի կին սկսում է անհանգստանալ։ Նա ամեն կերպ փորձում է հանգստություն պահպանել, բայց հաշվի առնելով այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ, նա տեսագրում է դա այն դեպքի համար, եթե իրեն ոչ ոք չհավատա։ Սրանից առաջ նրա տանը շատ հաճախ էին տարօրինակ բաներ պատահում, հատկապես հետևի փոքրիկ տնակում։ The light is off. Everything is super tight locked. Այնտեղ ոչ ոք չկար, բայց նրա շունը անընդհատ նայում էր տնակին, ամեն օր, ամեն տեսանյութում միևնույն կետին։ Տանտիրուհուն սա տարօրինակ է թվում, բայց նրա մտքով երբեք չէր անցել, որ կարող է որևէ սարսափելի բան պատահել։ Մի օր, երբ նա խաղում էր իր շան հետ, տնակի դուռը հանկարծակի բացվում է, եւ նա սարսափի մեջ սկսում է նկարահանել սա։ That was hella weird. There's literally no way that door just opened by itself. Yo, like, I really don't get freaked out, but that was really just... That door has a keypad lock on it. And it's actually hard to get in. Dutch, where are you going? Don't leave me. There's like... What? Why did you just jump like that? Why did... Baby! Y'all, do you see her? What the f is going on? Անհասկանալի է, թե ինչու է շունը նայում դռան հետևը։ Այնտեղ ակնհայտորեն ոչ ոք չկա։ Հաշվի առնելով, որ դռան հետևում ինչ-որ մեկի ոտքերը չեն երևում։ Եթե այնտեղ ոչ ոք չկա, ապա ինչ է տեսնում շունը։
Այս հյուրանոցը գտնվում է Լատինական Ամերիկայի գյուղերից մեկում։ Այս տեսանյութում բավականին տարօրինակ բան է տեղի ունենում։ Այստեղ շատ քչերն են գալիս։ Աշխատակիցները հաճախ մաքրում են այն սենյակները, որտեղ ոչ ոք չի ապրել։ Նրանք մտնում են սենյակ եւ հայտնաբերում, որ ամբողջ տարածքը լիովին դատարկ է։ Հաշվի առնելով, թե որքան հաճախ է դա տեղի ունենում, այն միտքը, որ կողոպտիչը անընդհատ թալանում է այս վայրը։ Մի օր հյուրանոցի աշխատակիցը հասկացավ, որ ինչ-որ մեկը գտնվում է մի սենյակում, որտեղ հյուրեր չպետք է լինեին։ Irma me dijo que se veía una persona en la habitación 30 y le dije no, y me dice está ocupada, le digo no, ahí pero se supone que no hay nada y sigue ahí viéndose. Sí, miren, ahí se ve, se alcanza a ver una cara, unos ojos. Vamos a ver a esa habitación. Estamos subiendo las escaleras porque desde ahí es donde estábamos viendo que se veía. Aquí está la cama porque esta es una habitación pequeña. Aquí pues no se ve nada. Y aquí está la tele donde estábamos, donde se supone que se veía, pero no se ve nada. No entiendo por qué se ve. ¡Ay! Ավելի ուշադիր նայելով, պատուհանի մոտ կարելի է դեմք տեսնել։ Թվում է, այն անշարժ կանգնած է։ Ուրվականային կերպարանքը բավականին սարսափազդու տեսք ունի։ Հաջորդ տեսանյութը պատկանում է մի տղամարդու, ով տանը մենակ լինելով, անկյունում ինչ-որ բան է նկատում։ Դա տեղի ունեցավ, երբ նա գտնվում էր հյուրասենյակում։ Նա չէր կարողանում ազատվել այն զգացողությունից, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն։ Բայց հենց որ նա սկսեց հանգստանալ, տեսնում է իր պատուհանի մոտ կանգնած կերպարանքը։ Նա դանդաղ վերցնում է հեռախոսը դա տեսագրելու համար, այն դեպքի համար, եթե ոչ ոք իրեն չհավատա։ Մենք տեսնում ենք կերպարանքը տեսախցիկով, բայց տեղի ունենում եւս մի բան, որը նրան վախեցնում է մինչև հոգու խորքը։ Ահա, թե ինչ հաջողվեց նրան նկարահանել։ Okay, look, I'm really tripping out now. Something was looking at me through the window, and I heard I'm freaking out. There's something in this house with me. There's something in here. I'm telling you. No. Տեսանյութի սկզբում թվում է, թե հեղինակը պարզապես պարանոիկ է, բայց իրականում սրանք լիովին այլ բանի կադրեր են։ Դա ակնհայտ է դառնում խոհանոցային իրերի հանկարծակի շարժումից, բայց նույնիսկ ամեն ինչ կլանող տագնապի զգացումը հասկացնել է տալիս, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում։ Հաջորդ տեսանյութը տեղի է ունենում մի կլինիկայի ներսում, որտեղ մի բուժքույր երդվում է, որ տեսախցիկով նկարահանվել է ինչ-որ անբացատրելի բան։ Այս կադրերը նկարահանվել են մի աշխատակցի կողմից, ով սիրում է փաստագրել աշխատանքի վայրում տեղի ունեցող զվարճալի պահերը, բայց չնայած նրան, որ նրանք ունեն բազմաթիվ կադրեր, որտեղ աշխատակիցները զվարճանում են, հաջորդ տեսանյութում սարսափելի բան է տեղի ունենում։ Մենք կարող ենք լսել ինչ-որ տեղից հնչող ուրվականային մանկական ձայն։ There it goes again. You think it's funny? Yeah. Stop it. And then the freaking phone rings.
Կլինիկայում հազիվ լսվող ձայն է գալիս ինչ-որ տեղից։ Այն բավականին բնորոշ է հասկանալու համար, որ դա մեկ ուրիշի ձայն չէ, քանի որ այն հնչում է ինչպես խոսող երեխա, բայց ոչ միայն խոսում է, այլև պատասխանում է հարցերին։ Էլ ավելի տարօրինակ է հաջորդ տեսանյութը, որը նկարահանվել է միևնույն տարածքում։ Do it again. Jesus Christ. Come on. You can do it. Move it. Come on, move it. What the Stop. Stop. Yo, Come on. Stop. Nope. 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 We're done. We're done. Մի քանի օր անց միևնույն վայրում վթար տեղի ունեցավ։ Վարորդի պնդմամբ տեսել է սպիտակազգեստ կնոջ եւ մեքենայով հարվածել արգելապատնեշին։ Եթե այս տեսանյութը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին եւ կիսվեք ձեր ընկերների հետ։